Լողավազանի մարդը ճարտարապետ Մոշե Սավդին է, աշխարհի մարդը, աշխարհի գագաթին, հսկայական Սթոունհենջի ստեղծողը, ստեղծել է 10 միլիոն քառակուսի մեծությամբ Մարինա Բեյ Սենթս հանգստավայրը, որը գերիշխում է Սինգապուրի հորիզոնի վրա։ Ունի 57 հարկ բարձրություն, գետնից 650 ոտնաչափ բարձր, ունի այգի, լողավազան, որտեղից թվում է ջուրը թափվում է եզրերից։ Երբեք չէինք եղել 57-րդ հարկում։ Ինչպիսին էր այնտեղ, արդյոք շատ քամոտ էր, ինչպիսի զգացողություններ կլինեին, արդյոք գլխապտույտ կառաջանար։ Նա կառուցում է կամ արդեն 5 մայրցամաքներում իրագործել է 85 նախագիծ, թանգարաններ, քոլեջներ, բնակարանային համալիրներ, գրադարաններ, կառավարության շենքեր, օդանավակայաններ և մի ամբողջ քաղաք։ Աշխարհի քաղաքացի, սա է նրա աշխատանքների վերջերս ներկայացված ցուցահանդեսի անունը Լոս Անջելեսի Scarborough մշակութային կենտրոնում, որը ինքն է նախագծել։ Հանգամանքների բերումով ես բազմաթիվ երկրների ու տեղանքների քաղաքացի դարձա։ 3 քաղաքացիություն ունեմ։ Ծնունդով Իսրայելից եմ, ստացել եմ Կանադայի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն։ 3 անձնագիր ունեմ։ Սավդին ծնվել է 1939 թվականին, մանկությունն անցկացրել է Հայֆայում, միջերկրական ծովի ափին, երբ նա դեռահաս էր, ընտանիքը տեղափոխվում է Կանադա, Մոնրեալ։ Ավագ դպրոցում ընդհանուր ունակությունների քննություն հանձնելով նա հնարավորություն ստացավ ՄաքԳիլի համալսարանում ճարտարապետություն սովորելու։ Նա գաղափար անգամ չուներ, որ իր ավարտական աշխատանքը բազմաբնակարան շենքերի վերափոխման հայեցակարգը շուտով նրան աշխարհահռչակ էր դարձնելու։ Այն դարձավ Habitat 67 Կանադայի համաշխարհային ցուցահանդեսի Expo 67-ի գլխավոր ցուցանմուշը։ Այդ ժամանակ ես 24 տարեկան էի։ Կարծես հեքիաթ էր։ Նախկինում երբեք շենք չէի կառուցել։ Նպատակը քաղաքում ապրելու համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն էր, մատչելի բնակարաններ, որ խուց չէին, դրանք ավելի շատ առանձնատների էին նման, բնությանը մոտ։ Այս տուփերից յուրաքանչյուրը մաս-մաս հավաքված էր մեր գործարանում։ Մենք սանհանգույցները, խոհանոցները, պատուհանները եւ մնացած ամեն ինչը հավաքեցինք գործարանում, ամեն մի տուփը 70 տոննա։ Բարձրացրինք կռունկով տեղադրելով մեկը մյուսի վրա։ Սավդին խոստովանում է, որ ոգեշնչվել է Լեգոից։ Յուրաքանչյուր բնակարան, որը կազմված է 2, 3 կամ 4 այսպիսի տուփերից, 1 կամ 2 տերաս ունի տանիքին, մեկը մյուսի վերևում։ Ցուցահանդեսի 50 միլիոն այցելու տեսավ Habitat-ը։ Նա, ինչպես նաև Մոշե Սավդին, դարձան միջազգային իրողություն։ Շուտով ծրագրվեց Habitat ստեղծելու Նյու Յորքում, Երուսաղեմում, Պուերտո Ռիկոյում։ Բայց դրանցից ոչ մեկն այդպես էլ իրականություն չդարձավ։ Սավդիի համար դա մեծ հիասթափություն էր։ Արդյոք դա ժամանակից առաջ էր այն ժամանակ եւ հիմա։ Ես հաճախ ասում եմ, որ այդ գաղափարի ժամանակը դեռ նոր է գալու։ Հիմա էլ եմ այդպես ասում։ Որովհետև կարծում եմ, որ այն կտարածվի ժամանակի ընթացքում։ Միևնույն ժամանակ, սկսած այն պահից, երբ Habitat-ը ավարտին հասավ, դրա 158 բնակարանների համար հերթի ցուցակներ կային, ու նաեւ հիմա էլ կան։ Իսկապես գեղեցիկ է։ 1973 թվականին Փիետ Հայշմանը ընտանիքի հետ տեղափոխվեց այնտեղ։ Այն եւ առանձնատուն է եւ բնակարան, ձյունը մաքրելու կարիք չկա, դրսի տարածքը կարգի բերելու կարիք չկա։ Մոշե Սավդին առաջ է անցել, բայց օգտվել է այստեղ կիրառված շատ գաղափարներից։ Նա ասում է, որ որպես ճարտարապետ կիրառում է լույսը եւ ջուրը, փորձելով ստանալ այն, ինչ ստանում են երաժշտության միջոցով, ռիթմի եւ մեղեդու միջոցով։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե արդյոք ճարտարապետությունը կարող է մեզ վրա ունենալ այն նույն ազդեցությունը, ինչ երաժշտությունն ունի, քանի որ դա ավելին է, քան օգտակարությունն ու գործառնականությունը։ Այն հոգևոր ազդեցություն ունի։ Ամերիկյան արվեստի բյուրեղյա կամուրջների թանգարանի տաղավարները Բենթոնվիլ, Արկանզաս, իսկական կամուրջներ են, կառուցված հոսող աղբյուրի վրա։ Յադ Վաշեմը, Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան թանգարանը Երուսաղեմում, Սավդին կառուցել է սարի միջով։ Կարծում եմ, որ Հոլոքոստի պատմությունն այնքան ուժեղ ու սարսափելի է, որ թանգարանը չի կարող սովորական կառույց լինել։ Սկսեցի մտածել գետնի տակ կառուցելու մասին։ Ինքնաճանաչողական։ Լիովին։ Գնում ես խորը դեպի գետնի խորքը, այնուհետև սարի մյուս կողմում հայտնվում ես լուսավորության մեջ։ Դա վիճելի է, քանի որ մարդիկ ասում էին դա չափազանց լավատեսական է, ինչու ես այդպես արել, ինչու այդքան արտահայտիչ։ Ես դրանով ցույց եմ տալիս, որ կյանքը հաղթեց։
Նրա ստեղծագործությունների բնույթը հաճախ պահանջում է սիմվոլիզմը վերածել կառուցվածքի։ Ես ցանկանում եի, որ շինությունը ցերեկային լույսով ողողված լինի։ Իմ նախագծած շինությունների շատերն են այդպես, բայց այստեղ դա խորհրդանշական էր, որովհետև ինձ համար շենք թափանցող լույսը խաղաղության, թափանցիկության հետ է կապված։ Վաշինգտոնի Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտը աղավնու թռիչք է խորհրդանշում։ Ձեզ համար կարևոր է ճարտարապետության միջոցով բարի գործ անելը։ Յուրաքանչյուր նախագիծ վեհ թե սովորական մարդկությանը հասարակական պատասխանատվությանը վերաբերող կրիտիկական խնդիրների է անդրադառնում։ Դա կարող է լինել բնակարանային նախագիծ, կարող է լինել խաղաղության ինստիտուտ, կարող է լինել քաղաքի կենտրոնական գրադարանը։ Մարդկություն եւ հասարակական պատասխանատվություն։ Ինչու է Մոշե Սաֆդին դեռ կատարելագործում, վերանայում, նորից անդրադառնում Հաբիթաթ 67-ին։ Սա չափազանց խիտ է։ Բոստոնի մոտակայքում մի հին արդյունաբերական շենքում իր աշխատասենյակի գծագրերն ու նմուշները վկայում են, թե նա ինչպես է փոփոխել իր գաղափարները, քաղաքային կյանքը մարդկանց համար հարմարավետ ու քաղաքակիրթ դարձնելու համար։ Ճակատային մասը ալիքաձև է, որպեսզի յուրաքանչյուր բնակարանային միավոր այգի ունենա։ Դա իսկապես այն շինության հետնորդն է, որը Սաֆդին դեռ անվանում է իր առաջնեկը։ Այն ոչ բոլոր առումներով է Հաբիթաթ, բայց Հաբիթաթը 40 տարի անց Չինաստանում միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Քանի մարդ է ապրելու այստեղ։ Այն ունի 3000 բնակելի միավոր, հավանաբար մոտավորապես 10,000 մարդու համար է։ Օ, գաղափար, որի ժամանակն ի վերջո եկել է։ Վերջապես։ Այն կառուցվում է չինական Ցինհուանդաո քաղաքում։ Հենց հիմա։